Ողջույն, իմ հյուրն այսօր Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Այսօր միասին փորձենք քննարկել էթիկայի եւ բարեգործության հիմնախնդիրները, հասկանալ նպատակների, խնդիրների, միջոցների, ազդեցության եւ արդարացիության տեսանկյունից ինչ է այն իրենից ներկայացնում եւ գուցե շատ պարզ թվացող կամ մի քիչ էլ ոչ այնքան էթիկական հարցից եմ ուզում սկսել, արդյոք բարեգործությունը միշտ բարոյական հիմքեր ունի։ Իհարկե միշտ նախ շնորհակալ եմ հրավերի համար ու սիրով ուրախ կլինեմ այս հետաքրքիր թեմաներին շուրջ անդրադառնալու։ Կարծում եմ ոչ միշտ բարոյական հենք ունի եւ իրականում շատ դեպքերում դժվար է տարբերակել բարեգործությունը ինչ նպատակով արվում, միտումները որոնք են շատ տարբեր գործիքակազմ կա, որի մասին կարծում եմ ընթացքում խոսանք հասկանալ համար տվյալ մարդկանց համար հասկանալ համար տվյալ գործողությունը, քայլը, բարի գործը ինչքանով է այսպես բարոյական կամ ինչքանով է բարոյական հենքով կամ ինչքանով է այն ազնիվ անկեղծ եւ շատ անգամներ, շատ տարբեր դրվագներում երևի թե մեր հանրությունն էլ ականատես է լինում տարբեր բարեգործությունների, տարբեր դրվագների, որոնք հետո են բացահայտվում, որ դրանք այդքան էլ ոնց որ բարի անկեղծ միտումներով չեն եւ թե ավելի հստակ գործիքակազմ պետք է ներկայացնել մարդկանց պատկերացնելու համար, թե որն է ավելի բարոյապես հենքով, որը ոչ այնքան եւ ամեն մեկը ինչ միտումներ ունի։ Իսկ ով է որոշում ում պետք է օգնել։ Գիտեք, այս բարեգործության ոլորտը եւ նման սոցիալական աջակցության թեմաները, երեխաների առողջության թեմաները, նման ոլորտի մեջ կոնկրետ ով ինչ գործողություններ իրականացնում եւ կոնկրետ ով ում է օգնում եւ ինչի համար է օգնում, շատ խորը հոգեբանական եւ հոգեկան առողջության թեմաների հետ է կապված։ Ոչ մեկ չի կարող ասի, թե ինչ եք դուք առաջին հայացքից չի կարող ասել ինչ եք դուք օրինակ օգնում, չեմ, անապահով պապիկներին, ինչի է մեկը օգնում շունիկներին, ինչի է մեկը օգնում առողջական ծանրախնդրող երեխաներին, այնք շատ բազմազան են աջակցության շրջանակները եւ աջակցությունը թե տվյալ մարդը ինչի է տրամադրում այսպես որևէ խոցերը խմբի, դա երևի թե շատ բարդ երևույթ է եւ գնում է ավելի գուցե փոքր ժամանակվա տրավմաներ, խնդիրներ, հոգեբանական, հոգեկան առողջության կապված հարցեր եւ բոլորս էլ ինչ որ առումով ոնց որ աջակցություն տրամադրում դիմացինին ելնելով մեր ներաշխարհային հոգեբանական այսպես ասպեկտների սկսած նրանից որ ուղղակի ուզում ենք ավելի հանգիստ լինենք, ուզում ենք ավելի ապահով լինենք, երեխայի աջակցություն տրամադրում հասկանալով որ աստված միացած է, բայց վաղը չեմ այսօր մեր երեխան կարող է նման իրավիճակում հայտնվել կամ չեմ անապահով ընտանիքին հաշվի առնելով որ ոչ մեկս ապահովագրված չենք նման իրավիճակում հայտնվել, սկսած այդ բարձ հասարակ դրդապատճառներից, հույզերից, չեմ մի բարի գործ անելուց որպեսզի օրը ավելի լավ անցնի, մինչև շատ խորը հոգեբանական հարցեր կան, սկսած նրանից թե ինչ ենք մենք ինքներս դրանով զբաղվում ընդհանրապես եւ ինչ են մարդիկ նման դեպքերում օգտակար լինում։ Իսկ բարեգործություն թե սոցիալական արդարություն այնուամենայնիվ։ Գիտեք, իմ կարծիքով մեկը մյուսին չի հակասում, եթե բարեգործությունը ճիշտ հենքերի վրա է դրված, անկեղծ ազնիվ է արվում ու հստակ ընթացակարգերով, հստակ այսպես թափանցիկության, ազնվության, հաշվետվականության շատ տարբեր այսպես մոտիվներ կան եւ ընթացակարգեր կան, կարծում եմ դա սոցիալական արդարության առումով կարևոր նշանակություն ունի եւ մեկ մեկին երբեք չի կարելի համադրել այն բոլոր բարեգործություններին, բոլոր նման գործողությունները, որոնք չեն արվում սոցիալական արդարության համար կամ արվում են ուղղակի զուտ շատ դեպքերում PR-ի կամ հիմնականում, որովհետեւ մարդիկ կան կարող են նաեւ իրենց PR-ի համար անել, ես դա չեմ դատապարտում, խոսենք դրա մասին, ես այդքան լավ չեմ, այդքան հավանաբար լավ չեմ նայում դրան, միտումներ հաշվի առնելով, բայց այսպես չափ ու սահման կա, որ դրանից դուրս արդեն կարելի ասել սոցիալական արդարությունն է երևի ոտնահարվում, կարծում բալանսավորված է, եթե ճիշտ է արվում, ինքը մեկին փոխարինում է։ Իսկ պետության դերակատարությունը, որտեղ հաճախ ասում են, որ բարեգործությունը կարծես թե պետության պարտականություններն է իր վրա վերցնում սոցիալական արդարությունը վերականգնելու համար։ Կա նման միտում բարեգործական գործունեության մեջ, թե ընդգծված խնդիր է ինքը, շատ տարին առաջ երբ որ ես հիմնադրամ չէի ղեկավարում եւ ուղղակի ֆիզիկական անձ, ֆիզիկական այսպես մարդ, որ կամավորության սկզբունքով շատ տարբեր երեխաների էր օգնում,
ես գիտեմ, որ հենց առողջապահության նախարարությունում ասում են, թե կա Արմեն, կա նման անձ, կա նման հարթակ, դե ինքը կան իդ ամեն ինչը, մենք ինչի դրա մասին ոնց որ շատ մտածենք, այո, եւ այստեղ պետության ինչ որտեղ դերակատարում ես իրականացնում եւ շատ դեպքերում դա խոչընդոտում ես, խանգարում ես բնական զարգացմանը։ Ընդհանրապես հիմնադրամներն էլ եթե գիտեք ճիշտ կազմակերպված ընթացակարգեր եւ աշխատանքային այսպես ռազմավարություն կարելի ասել, եթե չունենան, ավելի շատ եթե շատ դեպքերում պետք է ռազմավարական առումով խոչընդոտ հանդիսանա, քան օգտակար լինեն։ Կետային 1, 2, 3, 5, 10 մարդ օգնելը, եթե դա համակարգված չի եւ ինստիտուցիոնալ բնույթ չի կրում, ու եթե դա երկարատև է, դա կարա, այո, խոչընդոտի եւ պետությանը այսպես մակաբույծի կարգավիճակ տա եւ այն անձանց մանավանդ այն պաշտոնյաներին, որոնք պարտադիր իրենք են իրենց պարտականությունը եւ իրենք պետք է զբաղվեն այդ հարցերով, կարող է այսպես գցել այդ բանից, այդ տեմպից եւ եթե համակարգված է ամբողջապես ճիշտ կազմակերպված, միմիայն օգնում է, եթե չէ, սա շատ մեծ կարա պրոբլեմ առաջացնի հանրապետական քաղաքականության մասով։ Իսկ արդյոք բոլոր բարեգործությունները կարող ենք բարոյապես հավասար ոնց որ միևնույն չափորոշիչով չափել։ Ինչ նկատի ունեք մանրամասնեք փորձել։ Այսինքն նկատի ունեմ օրինակ, երբ որ բարեգործությունը գալիս է այսպես ասած կասկածելի աղբյուրներից եւ այլն, կարելի է դրա անունը եւս բարեգործություն դնել։ Կամ թավես մարդիկ, որոնք գումարներ նվիրաբերում այս կամ այն սոցիալական խնդիրը լուծելու, դա արդյոք բարեգործություն թե չէ, շատ բարդ է ասել, կարող է եւ իրենց ինքնամաքրման, ինքնայսպես ճանաչման կամ գուցե ինչ որտեղ արդարացման, բարոյական արդարացման մասով, եթե ես այսքան չգիտեմ գումար այստեղից վերցրել եմ, օրինական թե անօրինական, ես ոնց որ փորձում եմ նաև հետ տամ դա հասարակությանը, բացահայտ կամ ոչ բացահայտ, կապ չունի, իմ հանգստության համար, որ այո, ես ոնց որ ինչ-որ առումով ձեր ասած սոցիալական արդարությունը քիչ թե շատ վերականգնել եմ։ Վերցրել եմ 100 միավոր, տվել եմ, չգիտեմ, 5-10 միավոր, ես ինչ-որտեղ փոքր անգամ փոքր ինչ-որ բալանսավորում իրականացրել եմ, շատ բարդ է ասել, ես անկեղծ շատ չեմ խորացել եւ շատ այսպես չեմ փորձել խորը վերլուծեմ հասկանալ միտումները, որտեղ ինձ համար պետք է եղել, որ կոնկրետ խնդիր կա, այդ խնդրի լուծումը տրվի։ Այդ գումարը գալիս է օլիգարխից, գալիս է բիզնեսմենից, գալիս է, չգիտեմ, ինչ-որ միջազգային կազմակերպությունից, կարևորը դա օրենք շնորհներում գումար լինի, վաստակած գումար եւ ճիշտ ձև կազմակերպի, մնացած ինձ համար անկեղծ էական նշանակություն չի ունեցա, բայց իրենց մոտիվները հասկանալով երևի թե այդ արդարացման, հանգստության, այդ երևի թե իրենց մեջ համերաշխություն երևի թե գտնելու ինչ-որ միտում է, երևի թե պարունակում է այս դեպքում։ Իսկ բարեգործի ինքնության մասին տեսեք մի քանի անգամ նշեցիք։ Այնուամենայնիվ արդյոք պետք է բարեգործի ինքնությունը բացահայտ լինի, բացահայտվի թե ով է բարեգործություն անողը։ Դա բարեգործի նպատակից է գալիս եւ բարեգործի իրավունքն է բացահայտել կամ ոչ չբացահայտել։ Իհարկե մարդիկ կան, որ ուղղակի զուտ քրիստոնեական կամ կրոնական կամ տարբեր տեսանկյուններից ելնելով են մոտենում հարցին եւ չեն բացահայտում իրենց ով լինելը եւ դա հիմնականում անում են իրենց այսպես այդ քրիստոնեավայել կամ ինչ-որ հոգու խաղաղության հանգստության համար ու ոչ ավել սա ընդունելի է կան մարդիկ ոնց որ ասել է գործարարները որոնք չեն բացահայտվել եւ հիմա էլ կան մարդիկ որոնք երբ չեն բացահայտվում թե ինչ պատճառով թե ինչ պատճառաբանությամբ դա այլ հարց է սա նույնպես շատ ընդունելի ընկալելի է կարելի ասել բայց ես միշտ խրախուսում եմ որ բարեգործությունը բացահայտարվի, բարեգործության մասին խոսացվի եւ շատ երկար տարիներ սկսած իմ ընկերներից, որոնք կարող 5-10-20 դոլար տրամադրի մինչեւ խոշոր գործարարներ, կարևոր է շատ որ այդ մշակույթը տարածվի։ Facebook-ը երբ որ ժամանակին ուներ fundraising գործիք, երբ որ դու գումար էիր նվիրաբեր, քո էջում երևում էր։ Շատերը կամ որոշ մասը մարդկանց փակում էր, որ չերևան իրենց էջում, բայց այս գործիքը որ donation անում ես ու քո էջում երևում է ու տարածվում է դա բավականին մեծ խթան է մշակույթի զարգացման մասով։ Տեսնում եմ որ այս ինչան էս ինչը, որը ինչ որ խումբ մարդկանց համար հեղինակություն է, ինքը այս երեխայի համար չեմ X գումար է փոխանցել, կարա այդ գումարի չափը բացահայտ եղնի, կարա փակ եղնի, բայց այն փաստը որ տվյալ մարդը արդեն գործողություն է իրականացրել, իր հանգիստ կյանքից մի քիչ դուրս է եկելու շուտ գործողությունները փաստացի XY իրականացրել գումար քարտը կցելու, գումարը փոխանցելու ու ինչ որ գումար իրենից դուրս է հանել տվել է կոնկրետ երեխային, կոնկրետ քեյսին, դա արդեն այլ մարդկանց համար ոգևորիչ է կարծում եմ եւ հենց սրանով է նաեւ որ մեծ մշակույթ է զարգացել։ Մենք շատ օրերի ընթացքում տասնյակ ու 100,000 դոլարներ ենք հավաքում նաեւ հենց սրա շնորհիվ։ Եթե դու
բարեգործություն անում ես, ես շատ խրախուսում եմ, որ եթե $5 ես անգամ փոխանցում, դու կարող ես share անես case-ը ու ասես, որ ես $5 եմ փոխանցել կամ ընդհանրապես չասես, ասես ուղղակի որ փոխանցել եմ։ Սա շատ վարակիչ նշանակություն ունեն միշտ եւ կարելի ասել մշակույթի զարգացման մեջ կարևոր դերակատարում ունեցել։ Բայց արդյոք բարեգործությունը բարոյական հարթության մեջ է մնում, երբ երևում է թե ում համար է արվում այդ ամենը, որովհետև շատ հաճախ երբեմն ամեն դեպքում տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ շահագործվում են այդ համատեքստում։ Գուցե շահագործվելը այդքան տեղին կոնցեպտ չի, որ գործածում են, բայց կարծում եմ միտքս հասկացաք թե։ Ցավոք որոշ դեպքերում իրոք շահագործում են շահառուները, դրանք կլինեն սոցիալապես անապահով ընտանիքներ, երբ որ տվյալ մարդը չգիտեմ 100 կամ 200,000 կամ 300,000 դրամ է տալիս, բայց այնպիսի PR ակցիա իրականացնում, որը չգիտեմ Facebook-ով իրականացնելու համար գուցե պետք է 5 անգամ ավելի շատ գումար գովազ դնելու կամ չգիտեմ ինչ-որ կեմպեյն անելու համար։ Իհարկե ամենահեշտ ու ամենահարմար միջոցներից է գիտեք ինքնափիարվելու եւ այսպես լայն հասարակական շերտերին քո մասին տեղեկացնելու, եթե այսինքն եմ ասում, եթե բարեգործությունը հնարավոր է անել շահառուի անձը, կերպարը չբացահայտելու միջոցով, դա պետք է այդպես անել միանշանակ։ Անկախ ամեն ինչից, ինչպես էլ անում ես, շահառուի արժանապատվությունը, իր կերպարը, դեմքը պահպանելը, հարգանքով մոտենալը դա չափազանց կարևոր է եւ չի քննարկում։ Մեկ այլ հարց է, օրինակ մեր դեպքում, երբ որ մենք առողջական ծանրախնդիրով երեխայի համար խոշոր դրամվակ ենք կազմակերպում եւ պետք է հավաքել օրինակ 100 միլիոն դրամ, 50 միլիոն դրամ, մենք մաքսիմում կանենք եւ առավելագույնը կանենք եւ կիրազենք, եթե հնարավոր է օրինակ երեխայի օրինակ դեմքը չերևար, ինքնությունը չբացահայտվեր, հիմա իհարկե ամեն ինչ անում ենք նաեւ որ վերջերս ենք այդ մեխանիզմները էպիգրիզի մեջ շատ տարբեր հատկանիշներ ոնց որ անձնական տվյալներ փակենք, որ եթե չգիտեմ 5 ամսական երեխայի ինքը մեծանալուց հետո հնարավոր չէ նույնականացնել այդ երեխային, չգիտեմ Անի, չգիտեմ Վահագն, անունը երեխայի չգիտեմ մի քանի ամսական նկարն է երևում եւ երբ որ մեծանա այդ երեխան հնարավոր չեղնի նույնականացնել, որ սա է Անինա հայրանունն, ազգանունն, բնակության վայրը եւ այլն, որոշակի այսպես գործիքակազմ ենք իրար, բայց այս դեպքում արդարացված է կարծում եմ, ամբողջովին արդարացված է, ինչքան էլ ես հուզական առումով կողմ չեմ դրան եւ չցանկանամ նման բանել, այլ տարբերակ չկա փաստացի։ Մենք ունենք հնարավորություն փաստացի երեխային օգնելու, մենք օգնում ենք։ Եթե հնարավորություն ունենք ուղղակի առանց խոշոր հանրային դրամվակ իրականացնելու կազմակերպել այդ ամենը, միանշանակ դա կանենք, էլի։ Այսպես ինչքանով է ճիշտ, ինչքանով է համաչափ աջակցությունը, դա պետք է հասկանալ։ Եթե մենք փաստացի տրամադրում ենք որևէ աջակցություն, որևէ թիրախային խմբի, բայց արդյունքում հասկանանք, որ դա համաչափ չէ, մի քանի օր դրամ ենք տրամադրում ու մեծ PR կամպանիա ենք իրականացնում, դա կարծում եմ դատապարտելի է, դրա դեմ պետք է խոսալ, պետք է հանրային իրազեկումներ իրականացնել, այն դեպքերում, երբ որ այլ տարբերակ կան նման ոնց որ անձի բացահայտումն է, չկա, ոնց որ ստիպված ենք այդ ուղղությամբ գնալ։ Իսկ ինչ կասեք բարեգործական կազմակերպությունների թափանցիկության մասին, այսինքն հաշվետվողականության տեսանկյունից պետք է գործեն թափանցիկ։ Վստահաբար պետք է գործեն համապատասխան մեխանիզմներ, թափանցիկության մեխանիզմներ, որոշակի ամսական կտրվածքով հրապարակումներ, տարեկան կտրվածքով հաշվետվություններ եւ ես կարծում եմ, որ սա մինիմալն է, որ կարելի է, նվազագույնն է, որ կարելի է իրականացնել եւ այդ կազմակերպությունները, երբ որ հրապարակում են իրենց հաշվետվությունները, պետք է հասարակական կողմից եւ հասարակական վերահսկողություններ անպայման լինի։ Օրինակ մենք ամենամեծ մասսայական զանգվածային ամենազանգվածային հիմնադրամն ենք 470,000-ից ավել աջակցություն ստացել եւ ես բացահայտ բոլոր դեպքերում ասում եմ, որ ցանկացած մարդ, ով որ նվիրատություն արել, նվիրատություն չի արել, ուղղակի հետաքրված է հիմնադրամի գործունեությամբ, ինքը կարող է գալ մեր մոտ, զանգել, ներկայանալ, ասել, որ ուզում եմ ձեր ֆինանսական հաշվետվություններին ծանոթանամ, ես ունեմ բազմաթիվ հարցեր եւ ես անձամբ ինքս անգամ պատասխանատու եւ պարտական եմ բոլոր հարցերին մանրակրկիտ պատասխանելու եւ այսպես հանրային նաեւ դրա մասին խոսալ, բայց պետք է նաեւ մեխանիզմներ լինի, որ չասին նաեւ անհատական кейսերին, անհատական դեպքերին, որ մարդիկ հետաքրքրում են, ուր հասավ իմ գումարը, պետք է հստակ մեխանիզմներ լինի, պետության կողմից անպայման պետք է ճիշտ վերահսկողություն
լինի, կարծում եմ այս դեպքում վերահսկողությունը բավականին թույլ է, այս դեպքում ինչքան ես տեղյակ եմ, պետեկամուտների կոմիտեն է հիմնական վերահսկողությունը իրականացնում, ոչ միայն ֆինանսական, այլ նաև ընդհանրապես կարծում ժամանակին արդարադատության նախարարության ենթակայության հիմա իրավասության ներքո հիմա պետք է իրականացնում, բայց ես 4 տարի հիմնադրամ եմ ղեկավարում եւ կարող եմ հստակ ասել, որ որևէ ուղիղ վերահսկողություն կամ ամբողջական վերահսկողություն ոչ միայն իմ, այլ ընդհանրապես կազմակերպությունների նկատմամբ չի իրականացվում։ Ընդհանրապես եւ ֆիզիկական անձանց կողմից եւ իրավաբանական անձանց կողմից շատ տարբեր մեխանիզմներ կա ոչ արդարացի եւ ոչ այսպես թափանցիկ եւ ոչ արդյունավետ գործելու, բայց դրա նկատմամբ եւ ինչպես ասեցի հասարակական եւ պետական իմ կարծիքով վերահսկողություն հարկավոր, որովհետեւ այո շատ անձանց կողմից կա անվստահություն հիմնադրամների նկատմամբ եւ շատ դեպքերում դա հենց դա անհիմն չէ, դա հիմնավորված է, շատ տարբեր դեպքեր գիտենք, անհատական кейսեր գիտենք, բազմաթիվ անգամ քրեական գործեր կան, մի քանի հարուցված կեղծ դրամակների եւ նման տիպ այլ դեպքեր կաված, բայց որևէ արդյունք, որևէ հրապարակային հանրային իրազեկում, որևէ հետևանք ու կոշտ-կոպիտ չոր հետևանք մենք դեռ չենք տեսել, մենք դեռ չենք տեսնում շատ եւ հենց դա է եւ երևի թե որ շատերը փառքասու գնալով այդ մարկանց թիվը քչանում է, բայց շատերը ուզում են կոնկրետ երեխայի ծնողին փոխանցեն գումարը, կոնկրետ երեխայի ընտանիքին փոխանցեն, մտածելով որ սա ավելի արդարացի է, սա ավելի այդ սոցիալական արդարացումն ավելի ամրապնդում է եւ ծնողը դե երբեք բնականաբար երեխայի լավագույն շահից այն կողմ բան չի անի, բայց ես վստահեցնում եմ որ մեր նման հիմնադրամները որոշ դեպքերում շատ ավելի էֆեկտիվ եւ արդյունավետ են գործում կամ անգամ մեծամասն դեպքերում եւ երեխայի լավագույն շահը շատ ավելի լավ են պահպանում, քան հենց ծնողները։ Շատ դեպքեր կարող են պատմել եւ շատ դեպքերի կարող են անդառնալ թե մենք ոնց ենք պնդել եւ ոնց ենք ճիշտ ուղղությամբ տարել այդ ամենը ու շատ դեպքերում տեսեք երբ որ հիմնադրամին են գումար տալիս շատ տարբեր մեխանիզմներ կա թափանցիկության եւ վերահսկելիության եւ նվազագույնն որ ես չեմ կարող ուղղակի այդ գումարը ուղղակի վերցնեմ ինձ եւ օգտագործեմ, հա 1000 վերահսկողական մեխանիզմ կա, դա հնարավորություն է տալիս հանրությանը վստահ լինել քիչ թե շատ, որ այդ գումարը մեր նման հիմնադրամների դեպքում կծառայի ճիշտ նպատակին։ Մենք երեխային ունեցել որ օրինակ 14 միլիոն դրամ ենք հավաքել եւ երեխան մահացել է, լյարդի փոխպատվաստում պետք անեինք։ Դրանց ծնողները իհարկե տարբեր անգամներով փորձել են այդ գումարը վերցնել, ստանալ, որտեղ դա երեխայի համար է հավաքված եղել։ Բնականաբար ես շատ հստակ ու կոնկրետ արձագանքի մտվելու ամեն այսպես սցենարի պատրաստ եմ եղել, որովհետև արդարացիորեն մենք գումար հավաքել ենք, կոնկրետ երեխայի համար, երեխա մահացել, այլ նպատակով պետք է գնալ դոնորներից շփվել ենք, համաձայնություն ստացել ենք, որ այլ երեխաների կարող ենք օգտագործել ու դրանց ամիսներ հետո շատ մանրամասն հաշվետվություն եմ հրապարակել Facebook-յան էջերում, հիմնավորելով որ այս 14 միլիոն դրամը ծառայել է չգիտեմ, այս 7 երեխայի այս նպատակն է, բայց այս 14 միլիոն դրամը եթե ծնողների հաշվին հավաքված լիներ, չգիտեմ, գուցե 40-50% դեպքերում, գուցե կեսը, ասենց շատ համարձակություն ունենամ ասել, կեսի դեպքում դա անարդարացի եւ անարդյունավետ ծախս կլներ հետագայում։ Անկամ համաշխարհային հնչեղություն ստացած դեպքեր կան, երբ որ ծնողների նպատակը երեխայի խնդրի լուծումը չի, այլ երեխային որպես միջոց օգտագործելը, որպեսզի հիվանդություն, այսպես ասած, դրոշակ դարձնեն ու դրա հիման վրա անընդհատ գումար փորձեն աշխատել։ Վերջերս մի այդպիսի դեպք էլի բացահայտվեց, երբ որ երկար տարիներ ընդ որում հենց հիվանդ երեխան էր հետամուտ եղել լրագրողի միջոցով, որպեսզի քանի որ մայրը փաստորեն շահագործել էր իր երեխային, այսինքն ուզում եմ ասել, ձեր ասածը ամենևին էլ անհիմն չէ, ցավոք սրտի մենք նաև այդպիսի բազմաթիվ դեպքերի մասին գիտենք ու հաճախ էլ նաև ոչ թե ծնողը, այլ օտար մարդիկ երեխայի անունը օգտագործելով, այո, փորձում են գումարաշորթությամբ զբաղվել, ինչը բնականաբար արդեն մշակույթն է արժեզրկում բարեգործության որպես այդպիսին։ Ցավոք սրտի մեր իրականության մեջ հիմա կան շատ տարբեր դրամակներ, իրենց փառքասում էլ չէ, բայց կան դրամակներ, որոնք իրոք այնպես չի որ երեխան առողջական որևէ խնդրեմ չունի, այնպես չի որ որևէ երեխան որևէ կարիք չունի, այնպես չի որ սարպես շատ ապահով ընտանիք է, բայց 3-4 տարի իրականացնել դրամահավաք, ներկայացնել երեխայի կեսը շատ բարդ, շատ ծանր, այսպես շատ այսպես
խիստ վտանգավոր եւ ամեն օրը ոնց որ կարող վճռորոշ լինի, ոնց որ ներկայացվում է, դա ուղղակի իմ կարծիքով անբարոյականություն է, նվազագույն անբարոյականություն տվյալ ծնողի կողմից։ Գուցե ինչ-որ մի 5-10-20% դեպքերում գնում այդ գումարը հենց երեխայի առողջական խնդիրներին։ Նույնը ճանապարհների, երբ որ մենք հանդիպում ենք մարդիկ կազմակերպությունները, շատ դեպքերում անգամ օտարերկրացիներ արդեն որ մոտենում են կոնկրետ երեխայի օգնության խնդրանքով, էլի շատ դեպքերում ես կանգնել եմ, հետազոտել եմ, հետևից գնացել, հիմնականում երեխայի քեյսը իրական է լինում, հիմնականում երեխայի առողջական խնդիրը առկա է լինում, բայց թե ինչ մասն է փոխանցվում ծնողին, որ մասն է այսպես մեջ հարվում եւ այլն, դա ոչ մեկ չգիտի։ 1-1000 դրամ եմ տալիս ու հետևից գնում եմ թե իմ 1000 դրամ ուր հասե տեղասրես, կարող իմ 1000 դրամը հասնի ծնողին, բայց այն 500,000 դրամը ձեր կամ մյուսների կողմից տրված չհասնի ծնողներին։ Դրա համար մեր հասարակությունը ինքն իրեն էլ պետք է հնարավորինս փորձի ինքնակրթվել, ինքը իրեն կրթել, որպեսզի երբ որ փողոցով քայլում է եւ մոտերում են իրեն աջակցության խնդրանքով, սկսած դրանից մինչև հանրային տարբեր դրամակներ, երբ որ աջակցության ուղղակի խնդրանքով դիմում են մարդկանց, պետք է հասկանա ով է, ինչ խնդիր է ներկայացնում, ինչքանով է արդարացիորեն, ինչքանով է հիմնավոր, ինչ հաշվետվական մեխանիզմներ կան։ Ծնողներն եղել, որ երեխայի մայից հետո տասնյակ հազարավոր դոլարներ են տնօրինել։ Ծնողներ կան, որ շատ բարեխիղճ են եւ ասեն Արմեն ջան, կապ չունի որ դու չես ներգրաված եղել ժամանակին այս ամենի մեջ, ասա ինչ երեխաներ ում ուղղենք այս գումարները, ուղղել ենք հանրահայտ ասել ենք, որ այս երեխայի համար այսքան փող հավաքված եղել, երեխա մահացել է եւ ուղղել ենք այս բաներին, բայց չես կարող ամբողջը բան անես, էլի ճիշտ կազմակերպես ու հետեւական եղնես ու ավելին ասել, մեր համար ավելի հեշտ է ճիշտ մշակույթ ստեղծել, համապատասխան մշակույթ ստեղծել, քան թե գնալ այդ քեյսերի հետևից, որտեղ շատ բարդ է, շատ սենսիտիվ է, ծնողը կարա ուղղակի այսպես մի հատ հանրային ինչ-որ արտահայտություններ անի կոնկրետ ուղղված շուհանցանց հիմնադրամը եւ բավականին բարդ հետևանքներ կարող ունենա։ Մի փոքր բան է պատմեմ, մեր երեխաներից մեկը Կարինան, ինքը 3-4 տարի առաջ երևի ինքը ուներ արյան լեկոզ, մենք հավաքեցինք մոտ 50-60,000 դոլար, եթե չեմ սամ ավել Պետերբուրգում փող պատվաստում իրականացնելու համար, բայց իր վիճակը չկայունացավ այնքան, որ մենք ուղարկենք Պետերբուրգ, աշխարհի բոլոր հնարավոր օղակներով, առաջատար մասնագետներով մենք փորձեցինք հասկանալ ինչ կարող ենք անել այս երեխայի համար։ Վերջում պարզվեց, որ որևէ բան չեն կարող անել, ցավոք երեխան մահացավ, բայց այդ գումարի մեծ մասը ծառայեց Արոնաբանական կենտրոնում ժառանգական քաղցկեղի կլինիկայի ստեղծման, այսինքն ուղիղ կեսը մենք ուղղեցինք, այսինքն ամբողջ ծրագրի բյուջեի ուղիղ կեսը հենց այս երեխայի գումարով այսպես կազմակերպվեց, որը շատ հետաքրքիր ցուցանիշ է, հետաքրքիր այսպես մոտեցում է մշակույթը զարգացնում էլի, որ կարող է երեխան մահանա, գումարը մնա, բայց նման կազմակերպությունները ճիշտ տնօրեն են փաստացի։ Կոնֆուցիոսն ասում էր ոչ թե ձուկ տուր մարդուն, այլ ձուկ որսալ սովորեցրա, եւ քանի որ անդադար նշվեց այն մասին, որ շատ հաճախ շահագործվում է ամեն դեպքում, այսինքն մարդիկ, ում որ բարեգործական հատկապես մենք պիտի հաշվի առնենք, երբ որ խոսում ենք բարեգործության մասին, միայն առողջական խնդիր ունեցող երեխաների մասին չի խոսքը, այլ առհասարակ, օրինակ անապահով ընտանիքներ կան եւ այլն, ու շատ հաճախ մենք տեսնում ենք, որ ընտանիքները, որոնց որ 1-2 մի քանի անգամ օգնում է պետությունը, տարբեր անհատներ, կազմակերպություններ եւ այլն, դա իրենց մոտ դառնում է քրոնիկ, այսինքն իրենք անընդհատ սպասում են, որ ինչ որ մեկը պետք է գա եւ իրենց աջակցություն ցույց տա, բայց արդյոք բարոյականության էլի համատեքստում փորձենք դիտարկել, սա ճիշտ քաղաքականություն է կամ ճիշտ մշակույթի ձևավորում է, երբ որ մենք նման իրավիճակներում հաշվի առնելով, որ կան անչափահաս երեխաներ, անբարեկեցիկ պայմաններում են ապրում, շատ հաճախ շատ սրտառուչ տեսարաններ են, չէ, ցուցադրվում, որ เป զի մարդկանց բոլոր հուզական կետերի վրա, կենտրոնների վրա ազդեն եւ մարդիկ դրանից դրդված գումար նվիրաբերեն, բայց արդյոք սա ճիշտ գործելավոճ է։ Կարծում եմ մեծամասամբ հիմնական սխալ գործելավոճ է եւ մեծամասամբ դատապարտելի գործելավոճ է։ Ինչ որ մասով հասկանում ենք, որովհետեւ կա հրատապ շտաբ աջակցության կարիք, կարող իրենց կոմունալները չեն կարող վճարեն, տանվարձ չեն կարող վճարեն, առօրյա ուտելիքի ուղղակի անգամ գումար չունեն, շատ նորմալ է, բնական է, կարող պետությունից սկսած մինչև լավպետությունի կողմ դնենք անհատներ, ֆիզիկական անձինք, կազմակերպություններ հրատապ աջակցություն ցուցաբերեն եւ ինչ որտեղ մի քիչ կայունացնեն վիճակը, այս մասով գովելի է բնականաբար, բայց քանի որ շատերս ուղղակի հետեւական եւ այսպես խորը մեր մեջ չենք նայում, թե ում ինչի ենք օգնում, ոնց ենք օգնում, ուղղակի մենք կարող ենք տանել 100,000 դրամ տալ, մեկը տան 200,000 դրամ տալ, ձեր ասած այսպես պարբերաբար ամիսնեկը տրվածքով իրենց ուղղակի տարբեր աջակցություններ հասնեն,
եւ այո, ծնողը անգամ հայրիկը առողջ, տղաներ կան արդեն ավելի մեծ տարիքով հասուն, 18+, իրենք արդեն շատ դեպքերում այո վերածվում են մակաբույսների դասական իմաստով, բառը եւ ավնատեղին է օգտագործել եւ այսպես մտածում եմ թե որտեղ Երևան ինչ հարթակն եմ Երևան որովհետեւ իրենց ավելի շատ աջակցություն տրամադրել։ Գիտեք, երբ որ սանում է ֆիզիկական անձը, տանում են 100,000, 200,000 դրամ տրամադրում, անգամ եթե PR-ում է, դա մի կողմ դրած ինչ-որտեղ քիչ թե շատ ընկալելի հասկանալի է, ոչ շատ խիստ դատապարտել, որովհետեւ ինքը պարտադիր չի, պարտավոր չի մտածենքան, որ ինչ-որ չեմ հավ առնի, կենթաներ առնի, հողամաս ստեղծի, աշխատանքով ապավի, պարտավոր չենք կարծում որևէ։ Բայց երբ որ դառնում է կազմակերպությունը, դա ընկալելի մոտեցում չէ, անգամ ավելին ասեմ, պետական քաղաքականության ինչ-որ առումով դեմ է, որ կոնկրետ ընտանիքին տրամադրում են աջակցություն, շատ լայն հանրային իրազեկում, կոնկրետ շատ անգամ շեշտում են դրա մասին եմ ուշադրություն հրավիրել, որ գիտեք, մենք առանց միջնորդի կոնկրետ ուղղում ենք գումարները, դա լավագույն ձևը չէ եւ լավագույն միջոց չէ օգնելու ընտանիքին։ Այո, մեկ անգամյա, երկու անգամյա, կես տարով կապահովես իր կարիքները, կլուծես խնդիրները, բայց սա հիմնարար լուծում չէ։ Մանավանդ այն դեպքում, երբ որ սանում է ինստիտուցիոնալ մարմին, հետ գալով իմ խոսքին, եթե դա անում է ֆիզիկական անձ, ինչ-որ առումով ընկալել է, բայց դա անում է ինստիտուցիոնալ համակարգ ու շատ մեծ նաև աղմուկ կա դրա շուրջ ստեղծում, մշակույթը վերափոխվում եւ ոչ դրական առումով։ Իրենք վստահ եմ հնարավորություն ունեն այդ գումարները հավաքագրելու եւ հպարտանում են, որ պետք չի միջնորդի միջոցով, հենց միջնորդի միջոցով իրենք թող կազմակերպեն դա։ Համապատասխան կովա, կենթանի է, հողամասը, կարի մեքենա է, չգիտեմ, կարիքները գնահատելով հստակ աշխատանք անեն, որպեսզի իրենք կարողանան հետագամիստերին իրենք վաստակել։ Դա կլինի կոնկրետ, հստակ, ճիշտ ուղղորդված քաղաքականություն եւ պետությանը օգտակարգելի կօգնի։ Այս մշակույթը վերափոխելու, փոփոխելու եւ այո ճիշտ է, ոչ միայն առողջական խնդիրներով երեխաներ, այլ ընդհանրապես այս ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելը, կարծում եմ մեր նման կազմակերպությունների, ոչ անհատների ամբողջապես, բայց մեր նման կազմակերպությունների ուղիղ պարտականությունն է, քաղաքացիների բարոյական գուցե պարտականությունն է, թեպետ ես կարծում եմ ոչ մեկս ոչ մեկի նկատմամբ պարտականություն չունենք եւ ոչ թե պետքա պարտականությունից ելնելով դիմացին օգնենք, այլ գիտակցված, հասկանալով, մեր մեջ ես մեր հոգեկան աշխարհը եւ հոգեբանական այսպես խնդիրները պատկերացնելով հասկանանք ում ենք օգնում, ինչի ենք օգնում, գիտակցված որոշում եղնի, որովհետեւ եթե ես կարողանում եմ անկիտակցական մակարդակի վրա ինչ-որտեղ ազդել եւ հուզականության վրա ազդել եւ 10-20 100 մարդու վրա ազդելով փող բերել երեխաների համար, դա կարող անեմ 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ էլ չեմ կարողանալու, որովհետեւ այդ մարդը պետք է ասի ես ինչի եմ պարբերաբար տալիս, պետք է գիտակցաբար մոտենա այդ խնդրին, իսկ ինձ պետք է որ կրթել ինչքան հնարավոր է, պետք է զարգացնել իրանց ինքնագիտակցումը եւ գիտակցությունը բարձրացնել, որ իրենք հասկանան, որ դեպքում ինչ նվիրատվություն են իրականացնում, ինչ աջակցություն են տրամադրում եւ ինչքանով է դա օգնում տվյալ մարդուն եւ այս դեպքում շատ առումներով կարճաժամկետ կտրվածքով օգնելով հիմնարար լուրջ խնդիրներ առաջացնում այդ մարդկանց համար եւ գուցե եւ պետք է ընդհանրապես որևէ աջակցություն չտրամադրել, որտեղ երբ որ մարդը գտնում ծայրահեղ ծանր իրավիճակում կամ պետքա աստված միացած սովամահ լինի շատ դեպքերում, կամ պետքա ինչ-որ ել գտնի, հնարավորություն գտնի։ Շատ դեպքերում երբ մենք իրեն ապահովում ենք ինչ-որ ժամանակավոր անդադ պաուստով, ինքը ուղղակի կոմֆորտ զոնայի մեջ գտնվելով որևէ ջանք չի գործադրում։ Պապան, տղաները, աղջիկները մեծահասակ առողջ վիճակներով աշխատանք չեն գործադրում, որպեսզի որևէ ջանք գործադրեն։ Պետական ապարատում երբ որ աշխատում էի, մի մարդ էր դիմել աջակցության խնդրանքով, որ մենք շատ վատ ընտանիք ենք, սովորաբար անապահով, ասացի իհարկե կանաչապատում ՀԿ կար կարծեմ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, այնտեղ կամ շատ տարբեր տեղերով աշխատանքի անցնելու հնարավորություն ստեղծեցի, միանգամից հրաժարվեց։ Որպես կանոն հրաժարվում են։ Գիտեք, ես 100-150,000 դրամով չեմ աշխատի, հետո բարձվեց իր մայրիկը մուրացիկ է եւ աշխատում է ամսական մի քանի 5-600,000-ից ավել գումար եւ բնականաբար իր տղան չէր աշխատի 100-150,000 դրամով, ինչի որովհետեւ իրանք երբ որ ստեղծում են հնարավորություն աշխատանքի, արդեն ինչ որտեղ այդ հանրային լայն յազեկում եւ հանրային այսպես բարիկներ չեն կարողանում օգտվել։ Աշխատանք կա, լավ թե վատ իրանք աշխատում են, այլ մարդկանց հույզերին չեն կարող գտնել։ Բայց եթե չունեն աշխատանք, շատ վատ վիճակում են, ծայրահեղ, երեխաները կեղտոտ են, տունը շատ վատ վիճակում է, այդպես մինիմալ անգամ պայմաններ չկա, մարդկանց ավելի կարող են շատ ու լավ դիպչել էլի, որ ինձ համար դատապարտել է բնականաբար։ Մենք մեր հիմնադրամով ամեն ինչ ենք անում, որպեսզի ոչ միայն ուղղակի երեխաներին օգնենք, այլ համակարգեր, ինստիտուտներ ստեղծենք, որպեսզի պետությունը ինքը
այդ պարտավորությունները վրա վերցնի եւ համակարգային օգնի, որովհետեւ մենք այսօր կանք, վաղը կարող չառնենք, վաղը կարող այլ հարցով զբաղվենք եւ ոնց որ ձեր խոսքից քիչ առաջ որ ասեցիք, պետության հետ կապված պետք է պետության հետ այնպեսի ճիշտ advokatial lobbying իրականացնել, որպեսզի պետությանը դու հազարապատիկ ավելի օգնես, քան խանգարես։ Շատ շնորհակալ եմ հրավերքն ընդունելու եւ զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։